Հնարավոր չէ, որ դու կարողանաս քո արդարությունից տալ որևէ մեկին։ Դու կասես, ես չեմ կարող իմ արդարությունից քեզ տալ, դա հնարավոր չէ։ Ես չեմ կարող իմ սրբությունից քեզ տալ, դա հնարավոր չէ։ Ես չեմ կարող իմ հավատից քեզ տալ։ Դու այն օրերը, որ նստած էիր եկեղեցում կամ նստած չէիր, դու չէիր լսում այն քարոզները, որ հավատը լսելուց է լսելն Աստծո խոսքից։ Դու չէիր անբարվում դրանով։ Այսօր քո լապտերդ մարում է, որովհետև քո մեջ չկա Աստծո խոսքի պարունակություն, չկա պահեստավորված Աստծո խոսքի այդ յուղը։ Ես չեմ կարող քեզ տալ իմ Աստված ճանաչողությունից, որովհետև դու դա ձեռք պետք է բերեիր քո կյանքի տարիների ընթացքում։ Հիմա կարող ասեն, բա դու խիղճ չունեք։ Մի ժամանակ իմ բարեկամներն ասում են, այդ օրը կախվենք քո ոտերից կգան, կամ այնտեղ դու մի բան կանես։ Ես ասում եմ, այդ օրը ես կարող եմ ձեզ դատել մենակ։ Չեմ կարող օգնել։ Բայց փառք Տիրոջը կամաց գալիս են։ Էլ հույսները ին վրա չեն դրել են Տիրոջ վրա, եւ սա ամենաճիշտն է։ Հիմա կդառնաք կհարցնեք այդ մարդկանց կասեք, ախր եկեղեցում քարոզվում էր այդ մասին, բայց այդ ժամանակ դուք ուր էիք։ Ինչ պետք է ասեն։ Քիսի։ Ծաղիկներում բուրավետ երկում էինք մերոնց հետ։ Կարդացել եք ճխուրդ մրջյունը։ Եվ կասե, դե հիմա էլ բռնի վերվերի, քամին ծապտա դու բարի, որովհետև այդ հրաշալի ժամանակներն անցան։ Տվեք ձեր այդ յուղից մեզ, որովհետև մեր լապտերները հանգչում են, նրանք ասացին չեն կարող։ Եվ գրված է, որ ովքեր որ պատրաստ էին, նրա հետ հարսանեկի սրահը մտան, եւ դուռը փակվեց։ Ովքեր պատրաստ էին մտան։ Ուրեմն պատրաստվելը կարևոր բան է, թե ոչ։ Շատ կարևոր է։ Սա հիմար գույսերին չի վերաբերվում, որովհետև նրանք դրա կարևորությունը չհասկացան։ Մինչև որ հասկացան, այլևս ուշ էր։ Դու իմա կասի Քրիստոսի շնորհքը ծրի փրկության մասին, բա ուր մնաց։ Դու խոսում ես անելիքների մասին, անընդհատ ինչ որ բաներ ունենալու մասին։ Տեսեք, ավազակը խաչի վրա ընդունեց Քրիստոսին Աստծո որդի լինելը, չէ՞։ Հավատաց, որ նա երկրորդ անգամ պիտի վերադառնա, ընդունեց իր մեղավոր լինելը, Քրիստոսի մաքուր սուրբ անարատ լինելը եւ խնդրեց ասած Տեր, երբ որ քո արքայությամբ գաս, ինձ էլ հիշիր։ Տեսեք, ինչ արեց, ընդամենը հավատաց, նա ուրիշ ոչինչ անել չէր կարող։ Ձեռքերը ոտքերը գանված էր խաչին, մեռնում էր ցավերի տառապանքների մեջ, նա կարողացավ այսքանն անել։ Սա բավարար եղավ, որպեսզի Քրիստոսի շնորհքը նրա վրա տարածվի եւ ասի. ճշմարիտ եմ ասում, այսօր ես ու դու միասին պիտի լինենք դրախտի մեջ, որը այդպես էլ եղավ։ Ինչ հեշտ եղավ, չէ՞։ Բայց ինչ եղավ Հուդայի հետ։ Հուդան երկար ժամանակ ուներ։ 3 տարի ավել, 3.5 տարի Քրիստոսի հետ շրջում էր։ Քրիստոսի հետ քնում հելնում էր։ Նրա հետ հաց էր ուտում։ Նրա հանձնարարականներն էր կատարում, գանձանակը իր մոտ էր, իրեն էր վստահված, դևեր էր հանում, հաղորդություն ընդունեց Քրիստոսի ձեռքերից, Քրիստոսը նրա ոտքերը լվաց, ինչքան բաներ արեց Հուդայի համար ու կարող էր, բայց Հուդայի մասին գրված է, որ եւ Կորսյան որդին կորսվեց։ Ինչու՞։ Որովհետեւ իրեն տրված շատից չկարողացավ ոչինչ անել լիարժեք, բայց ավազակը խաչի վրա ոչինչ չուներ անելու ու չէր էլ կարող անել։ Ուրեմն տարբերությունը ո՞րն էր։ Ում շատ էր տրված, նրանից շատ էլ պահանջվեց, բայց Հուդան չունեցավ այն։ Իմաստու եւ հիմար կույսերի մասին գրված է նաեւ Առաջի Թեսաղոնիկեցի 5-րդ գլխի 1-11 խոսքում։ Ես այլ կարդամ, ստեղից ծաղկակաղ անենք։ Սրանք պետք է մենք սրանք բերենք, միացնենք իրար, տեսնենք ի վերջո մենք ճիշտ ենք հասկացել այդ յուղի մասին մեր լսածած կամ կարդածները, թե ոչ, որտեղ տարբեր մարդիկ տարբեր ձևով են բացատրում։ Ինչ վերաբերում է ժամերին եւ ժամանակներին, եղբայրներ, ձեզ գրելու կարիք չկա, որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է ինչպես գողը գիշերով։ Երբ որ ասեն խաղաղություն եւ ապահովություն է, այն ժամանակ դրանց կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը հեղի կնոջ վրա ու նրանք չեն ազատվելու։ Հիմա տեսեք, երկրի վրա իրավիճակը շատ բարդ է։ Գնալով տարբեր երկրներ իրար հետ կոնֆլիկտների մեջ են մտնում ու կարծես պատերազմները սկսում են հասունանալ տարբեր տեղերում։ Հնդկաստան, Պակիստան, Իսրայել, Մերձավոր Արևելք, Հայաստան, Ադրբեջան, այս դեռ շատանալու է։ Մեծ ծավալ է իր մեջ գրավելու։ Ու կգա մի ժամանակ, որ երկիրը կգտնվի շատ այսպես
անպատկերացնելի բարդ իրավիճակում, թե կլինի արդյոք մեկը երկրի վրա, որ կարողանա խաղաղություն բերել երկրի վրա ու հաստատել այն։ Դրանք բարդ ժամանակաշրջաններ կլինեն եւ այդ մեկը կլինի, որը կդառնա որպես խաղարար, որ կարողանում է լուծել երկրի բոլոր գլոբալ հարցերը ու դրանց պատասխաններն ունենալ, եւ դա լինելու է հակաքրիստոսն ու ները։ Կգա շատ բարեպաշտ մարդու կերպարանքով, կգա որպես մարդ իր ձեռքերի մեջ ունենալով շատ հարցերի պատասխաններ, բայց նաև շատ հարցեր խճճելու, ու երբ որ այդ ժամանակ է որ կասեն, հիմա խաղաղություն եւ ապահովություն է երկրի վրա, Աստծոն ասում է, այս ժամանակ հանկարծակի կորուստը պիտի գա ամբողջ երկրին։ Եվ նրանք չեն ազատվելու։ Իսկ դուք եղբայրներ, խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեր վրա հասնի։ Դուք բոլորդ լուսով որդիներ եք, դուք ցերեկվա որդիներ եք, գիշերինը չենք, խավարինը չենք։ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն եւ զգաստ լինենք, որովհետեւ ովքեր քնում են գիշերն են քնում, ովքեր հարբում են գիշերն են հարբում։ Իսկ մենք ցերեկվանը լինելով արթուն լինենք, հավատի, սիրո եւ փրկության հույսի սաղավարտը հագած։ Այստեղ կարդում ենք 3 բաների մասին, որի մասին դուք կարդացել եք, շատ եք լսել եք քարոզները, սրանք են կարևորը՝ հավատք, հույս եւ սեր, եւ սրանից մեծագույնը որն է։ Սերն է։ Հավատք, հույս եւ սեր, սրանից մեծագույնը սերն է։ Տեսեք, ես մի նախադասի մեջ անարադառնում է սրան, իսկ մենք ցերեկվանը լինելով արթուն լինենք, լսեք, հավատի, սիրո եւ փրկության հույսի սաղավարտը հագած։ Որն է քո փրկության սաղավարտը, որ խոսում ենք, փրկության սաղավարտը, որ պիտի դնես, դա հավատն է, հույսը եւ սերը, սա քո փրկության սաղավարտն է։ Որովհետեւ Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած նրա հետ ապրենք։ Դրա համար միմյանց քաջալերենք ու ամրապնդենք, ինչպես որ արդեն անում եք։ Առաջի Թեսաղոնիկեցի 5:1-11։ Մեր եղբայրներից մեկը կար, ասում ենք, զորիկ աղբեր, բա գրած արթուն եղեք, մարդ կարա չքնի, անընդհատ արթուն է։ Ասես արթուն եւ զարթուն լինենք։ Ասենք արթուն լինենք հոգով, զարթուն լինենք, պետք է կաս նաեւ մարմնով։ Բարձ։ Ուրեմն սա ներքին արթունության մասին է խոսքը։ Այստեղ ասում է, որ դուք եղբայրներ խավարինը չեք, որ այդ օրը ձեզ վրա հասնի։ Դուք բոլորդ լուսով որդիներ եք, ցերեկվա որդիներ եք, դուք խավարինը չեք, ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն եւ զգաստ լինենք։ Փաստորեն լուսով որդիները նույն իմաստուն կույսերն են։ Ինչով էին նրանք տարբերում մյուսներից, որները դրանց բնորոշ հատկանիշները, այստեղից ծաղկակաղ անեմ։ Ասակ ոխիր հետ, լուսով որդիները լույսի մեջ են քայլում։ Ցերեկվա որդիները արդարության մեջ են քայլում։ Ճշմարտության մեջ են քայլում։ Նրանք արթուն են եւ զգաստ։ Սա է քո ներսի պարունակությունը, ով իմաստուն կույս։ Սա Քրիստոսին այո ասելով մենք դավանում ենք, ընդունում ենք նրա փրկությունը, բայց այդ այոն պետք է իր հետ բերի նաև գործ, որովհետև հավատ առանց գործերի մեռած է։ Պարզ է։ Եվ եթե մենք բերանով ասենք այո, բայց մեր գործերով ուրանանք, մեր այդ այո ասածը կդառնա առ-ոչինչ։ Ինչպես Տերն ասաց մի առակ, որ մի մարդ 2 որդի ուներ։ Մեկին ասաց գնա իմ այգում աշխատիր, ասաց չեմ ուզում գնալ, բայց հետո փոշմանեց գնաց։ Մեկն ասաց կգնամ հայր, բայց չգնաց։ Մեկն ասաց չեմ գնա, բայց փոշմանեց գնաց։ Մեկն ասաց գնում եմ, բայց չգնաց։ Ասաց այդ 2 որդիներից ով կատարեց հոր կամքը։ Նա ով թեկուզ ասեց չէ, բայց հետո փոշմանեց գնաց։ Այսօր ձեր մեջ ոմանք կամ շատերը կան, որ դուք սկզբում դենց չի ասողներն եք եղել։ Բայց հետո դուք եկաք Քրիստոսին։ Բայց մեզնից առաջ շատերն են եղել եկեղեցում, որոնք այո ասացին Տիրոջը, բայց այսօր այստեղ չեն։ Եվ Տերը տեսեք ինչ ասում։ Շատ խիստ խոսք է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո թագավորություն, որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք տեսաք, սակայն հետո չզղջացիք ու նրան չհավատացիք։ Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ 28-ից 32 խոսք։ Ուրեմն այստեղ մեր ասած բառախաղ այոն չէ կարևորը, այլ այդ այոն, որ իր մեջ ունի հետևանք, որ քո կյանքն է եւ քո փոփոխությունը։
Մենք երկու բաների վրա կզարմանանք, շատ անգամ եմ ես ասել։ Երկնքում կտեսնենք մարդկանց, որոնց չենք պատկերացնում, որ կտեսնենք այնտեղ։ Եվ շատ-շատերին, որոնց սպասում ենք, որ այնտեղ կհանդիպենք, ու անկար չենք տեսնի։ Ու շատ-շատերին հնարավոր է, որ քարոզել ենք մենք, որ նրանք երկնքում նստած են, հիմա ուրախության մեջ են, ես ու գնաս դες բա ուր այնտեղ չէ։ Որովհետև խնդիրներ կային, որ դու չգիտեիր մարդու սիրտը։ Դու նայում ես մենակ մարդու արտաքինին, իսկ Աստված արդարությամբ է քննում, դատում կամ արդարացնում։ Մի ազնվորություն կար, ինքը ամբարիշտ մարդ էր, ես շատ անգամ եմ շփվել իր հետ, ինքը փողով գործ էր անում, աշխատում էր այդպես։ Մանդ նստած ելած, ամբողջ կյանքը ամբարիշտության մեջ անցկացրած, բայց Աստծո հանդեպ իր մեջ հավատ էր առաջացել, հետաքրքիր էր ինքը վկայում։ Գիտեք ինչ էր ասում էր, շանտղելիմ Աստված կա։ Այդ իր իմացած ավետարանն էր, շանտղելիմ թե Աստված չկա։ Իր կյանքի վերջում կանչեց, մեր եղբայրներից գնացին, խոսեցին, սիրուն ընդունեց Քրիստոսին, տեղին ամեն ինչով, ննջեց ու գնաց Տիրոջ մոտ։ Մի մարդ, որ ամբողջ կյանքում ամբարիշտ էր ապրել, ես իմ ասածի պես, ինչպես Տերն ասաց, արևելքից, արևմուտքից, հյուսիսից, հարավից շատ մաքսավորներ ու պոռնիկներ կգան կմտնեն Աստծո թագավորության մեջ, բայց արքայության որդիները մնան արտաքին խավարում։ Սա վերաբերում է 5 հիմար արքայության որդիների մասին, որոնք այդպես էլ եղավ, մնացին նրանք արտաքին խավարում։ Այո, մնացին։ Դռները փակվեց նրանց առաջ, այո, փակվեց։ Բախում ասում են Տեր, բաց արա։ Հիսուսն ասաց. ես ձեզ չեմ ճանաչում։ Չեմ ճանաչում ձեզ։ Տիտոս 1:15-16-ը իմ ասած խոսքը լրացնում է։ Ամեն բան մաքուր է կամ սուրբ է սուրբերի համար, բայց պիղծերի եւ անհավատների համար ոչ մի բան սուրբ չէ։ Նրանց միտքն ու խղճվտանքը պղծված է։ Խոստովանում են կամ դավանում են, թե ասում գիտեն, բայց իրենց գործերով ուրացել են նրան։ Պիղծ են եւ անհնազանդ ու ամեն բարի գործի համար անպետք։ Կարող է հանկարծ հավատացյալ լինել պիղծ ու անհնազանդ ու ամեն բարի գործի համար անպետք, այո, կարող է լինել, բայց ցավալի է, որ այդպես կարող է լինել։ Ու հանկարծ ցավալի է, որ դա կարող է լինել հանկարծ մեզանից որևէ մեկը։ Միթե նմանները կմտնեն Աստծո թագավորություն։ Այսպիսի կույսերին Աստված ինչ պատասխան ունի ասելու։ Նրանք ասեն մենք դավանում ենք Աստծուն, մենք ճանաչում ենք Աստծուն, բայց Հիսուսն ասում է, իսկ ես չեմ ճանաչում։ Ես չեմ ճանաչում։ Եվ հանկարծ այնտեղից քեզ կարող են դեպորտ անել։ Եվ մի առակ կա այդ մասին Տերը բացատրեց ասելով, որ այդ հարսանիքի ժամանակ հարսանքավորները հանդերձներ ունեին։ Այդ հանդերձները հարսանիքի տերն էր տալիս որակներին, հարսանիքի համապատասխան հանդերձներ։ Մեկը մտել էր ներս, այդ հանդերձները չուներ։ Հարսանիքի տերն եկավ ասեց ընկեր, դու որ հանդերձ չուներ, ինչպես էստեղ մտար։ Ասում նա պապանձվեց ու չէր կարողանում որևէ բան ասել։ Տերն ասաց, սրա ձեռքերը ոտքերը կապեք, հանեք ստեղից, հանեք արտաքին խավար։ Ինչ արեցին։ Դեպորտ արեցին։ Այս օրինակը գրված է, որ դու կարող ես զրկվել, մտածում ես ունես այդ իրավունքը մտնելու, բայց հանդերձները չունես։ Այդ որ հանդերձներն են, այն հանդերձներն են արդարության, որով դու փրկագնվեցիր Քրիստոսի արյամբ, եւ դա բոլորը չէ, դու պետք է նաեւ արդար ապրեիր։ Դու արդարացվեցիր մեկ ակնթարթում հավատալով Քրիստոսի խաչի արյանը, բայց պետք է նաեւ Քրիստոսի խաչը քո մեջ կատարիր այն աշխատանքը, որ դու նաև շարունակեիր արդար ապրել քո կոչմանը համապատասխան կյանքով եւ վարքով։ Դրա համար Հիսուս շատերը ասում են մենք հավատում ենք, որ Աստված կա, մենք դավանում ենք, փրկված ենք ուրեմն։ Չէ։ Դու քո բերանով դավանում ես, բայց քո գործերով ուրացել ես։ Աստծոն ասում է՝ պիղծ ես եւ աննազանդ ու ամեն բարի գործի համար անպետք։ Քո այդ այո ասածը ոչինչ քեզ չի տա։ Եվ այն օրինակը որ Տերը բացատրեց, որ այդ օրը շատերը կգան ու կասեն Տեր, չէ որ քանոնում ենք այս բաներն արեցինք, չէ, ես ես նրանց ես կասեմ, որ ես ձեզ չեմ ճանաչում, ինձանից հեռու գնացիք դուք, որ անօրինություն էիք գործում։ Մարդը կարող է անօրինությամբ ապրել ու հրաշքներ գործել, հնարավոր է։ Քրիստոսի անունը այնքան զորավոր է, որ մարդը կարող է այդպես էլ անել։ Բայց չի նայի քո արած հրաշքներին, չի նայի քո հանած դևերին, չի նայի քո եկեղեցում արած քարոզներին, այլ կնայի թե դու ինչպես ես ապրել, դու արդար ես եղել թե ոչ։ Ահա, կույսերը շատ էժանացրեցին փրկությունը։
Դրանց համար կարծես ճամփից գտած մի իր էր։ Դրանք չէին հասկանում, որ դրա համար մեծ գին է վճարված։ Ոմանք ասում են Աստված իմ հայրն է, ասում են Աստված իմ Տերն է, ինչի ասում Աստված նմաններին։ Մաղաքիա 1:6-ն ասում է. տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան իր տիրոջը, եթե ես հայր եմ, ուր է իմ պատիվը, եթե ես Աստված եմ, ուր է իմ վախը։ Եթե ես հայր եմ, ուր է իմ պատիվը ձեր մեջ, եթե ես Աստված եմ, ուր է իմ վախը ձեր մեջ, ասում է զորած Տերը։ Գաղատացիների 5-րդ գլխում շարունակենք այս միտքը ավելի հասունացնել։ Պողոս առաքյալն ասում էր. հոգով գնացեք ու մարմնի ցանկությունները մի կատարեք, որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին մարմնի հակառակ է։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, մի արեք այն, ինչ ուզում եք։ Այստեղ ասում է հոգով գնացեք ու մարմնի ցանկությունները չեք կատարի։ Նրանք ովքեր որ ասում են մենք հոգով ենք շարժվում, հոգին ինձ ասաց այսպես, հոգին ինձ տարավ այսպես, հոգին ինձ գործել տվեց այսպես, դարձի տես նրա ցանկությունները մարմնավոր է թե ոչ։ Եթե հոգով է շարժվում մարդը, մարմնի ցանկությունները չի կատարի։ Եթե մարդը մարմնի ցանկությունների գերի է, նա արդեն ինչքան ուզում է թող խոսի հոգուց, ինքը հոգևոր մարդ չի։ Եթե հոգով ենք առաջնորդվում, այլևս օրենքի տակ չենք, որովհետև հայտնի են մարմնի գործերը, որն է մարմնի գործերը՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարամտություն, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ ու ինչ որ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես նախապես ասում եմ, որ այսպիսի բաներ գործողները Աստծո թագավորություն չեն ժառանգելու։ Ուրեմն սա ինչ որ կարծացի մարմնի պտուղներ, սիրելի հիմար կույս, որ դու սրանցով էիր լցված, քո պարունակությունը սա էր, Աստծո քեզ ասում է, որ այսպիսի բաներ անողները Աստծո թագավորություն չեն ժառանգելու։ Միթե սա լույս է։ Միթե սա էր Քրիստոսի բերած է երկիր մեզ համար։ Եվ սրանք ստացան իրենց արժանի հատուցումը, եւ սա վերաբերում էր քրիստոնյաներին։ Հիմա կասես ախար բնչի Տերը ինձ դեպորտ արեց երկնքից կամ ոմանց արեց։ Ինչու՞։ Ես ասեմ, քանի որ կոնկրետ անձամբ քեզ չեմ ասում եմ հիմար կույսերին, քանի որ դու շուն էիր, շունել մնացիր։ Դու ստախոս էիր, եկար Քրիստոսին, ստախոսել մնացիր։ Դու ագահ էիր, եկար Քրիստոսին, ագահել մնացիր։ Չի կշտանում քո աչքը։ Աշխարհը տան քեզ, ասում ես ավելի շատ, ձեռքերդ ավելի շատ ես տարածում։ Նախանձ էիր, նախանձել մնացիր։ Մարդասպան էիր, մարդասպանել մնացիր։ Մոկոսիկ ինձ մարդ չեմ սպանել։ Շատ անգամ եմ ասել, աբորտը ամենամեծ մարդասպանությունն է, որը չեմ կարծում թե այստեղ շատերը չլնեք, որ այդ բանը դուք արել եք։ Եվ յուրաքանչյուր մարդ խիստ բան եմ ասում, եթե որևէ անգամ կանցնի քո մտքով աբորտ անել, այն գինեկոլոգիական կրեսլոյի վրա որ կբարձրանաս, հիշիր, դա հենց սատանայի զոհասեղանն է, որտեղ դու բարձրացար քո որովայնի պտուղը դևերին զոհ մատուցելու, որ Աստծո կամքը դա չէր։ Շատերն ասում են, բա բերեմ, ոնց պայեմ, մենք ճղվենք, ինչ անենք։ Ուրեմն ավելի լավ է թող ինքը մեռնի, քան թե դու։ Քեզ թող լավ լինի, տար իրան սպանի։ Այդպես էլ անում են։ Լավ լինի ինձ, տար սպանի։ Եվ դա մարդասպանություն է, շատ ավելի վատ մարդասպանություն, քան իրական մարդ սպանողը։ Հարբեցող էր, հարբեցողել մնացիր։ Մեղքի վարձքը մահ է, իսկ Աստծո ձերի պարգևը հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մեղքի մեջ ապրես կմեռնես, Քրիստոսի մեջ ապրես կստանաս արդարության վարձը։ Հայտնության 22-րդ գլուխ, վերջի գլուխը ավետարանի ինչ է ասում մեզ։ Տերն ասաց, այս գրքի մարգարեական խոսքերը կնքված մի պահիր, քանի որ ժամանակը մոտ է։ Տեսեք, անիրավություն գործողը թող էլ ավելի անիրավանա։ Սա չի ասում անավատ աշխարհին, անավատ աշխարհը անիրավությամբ է լցված է, թե չէ։ Եկեղեցու մասը ով որ անիրավությամբ է ապրում կամ անիրավություն է գործում, թող անիրավան ավելի շատ անիրավանա։ Կեղտոտը թող ավելի շատ կեղտոտվի, արդարը թող ավելի շատ արդարանա, սուրբը թող ավելի շատ սրբանա։ Այսինքն ինչ դիրքում որ դու կաս, դեն ասում է, այդպես է շարունակում կամ քո ապականության վերջ, կամ քո սրբության վերջը։ Աշուտով պիտի գամ, իմ վարձքը իմ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ։ Ես եմ ալֆան եւ օմեգան, ես եմ առաջինը եւ վերջինը։ Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցն է իշխանությունը կենաց սարի վրա ու քաղաքից
ներս մտնելու կամ քաղաքի դռնով ներս մտնելու։ Դրսում պիտի մնան, արտաքին խավարում պիտի մնան շները, դա շնացողների մասին է, այս փողոցի շների մասին չէ։ Դրսում կմնան շները, կախարդները, պորնիկները, մարդասպանները, կռապաշտները եւ ստություն սիրող ու սուտ գործող բոլոր մարդիկ։ Կարող է մեծ բաների չես անում, այդ սարսափելի բաները որ կարդացի, բայց դա խոսես։ Կամ սուտը սիրում ես։ Այսինքն սուտ չեք խոսում, որ պետք է ալում։ Ես ասում եմ, այսպիսի բաներ անողները այս քաղաքի դռնից ներս պիտի չմտնեն։ Մի մտածեք, ես աղբերը կրակն ենք ես հրացերը։ Ուրիշ եկեղեցի հետ մենք այնպես լավ բաներն ասում, ուրախանում ենք, ուզում ենք ցածկենք ուրախությունից ապարենք, երկնքում ենք զգում ենք, այս գալիս ենք, ըստ մի անգամ այդ առնում իմաստուն, հիմար կույսերով ես 2-3 շաբաթա վառար քարոզելով չես վերջացնում, բրծի ուրիշ բաներ ասա։ Դրանից հետո պետք է խոսեմ նաև լուսա որդիների մասին։ Եվ խավարի որդիների մասին։ Նրանք մնացին դրսի խավարում։ Ահա իմաստուն եւ հիմար կույսերի տարբերությունները։ Նրանք ամենադաժան պատասխանը ստացան Տիրոջից, որ ասաց ես ձեզ չեմ ճանաչում։ Եբրայեցիների թղթի 6-րդ գլուխ 4-ից 8 խոսքում նորից մի հատ լրացում բերեմ սրա վրա, որ ասեք մի տեղ չէր, որ կարդացինք հանկարծ առաքյալները գրել էին միտքը հասկանալի չէր։ Որովհետև անհնար է, այդ անհնարեն պիտներդ բայեք։ Անհնար է մեկ անգամ լուսավորվածներին, որոնք երկնավոր պարգևի համը առան ու Սուրբ Հոգուն հաղորդ եղան եւ Աստծո բարի խոսքի ու գալիք աշխարհի զորությունների համը առան, եթե ընկնեն նորից ապաշխարությունով նորոգվեն, որովհետեւ կրկին Աստծո որդուն խաչը կհանեն, իրենց անձին ու խաղք ու խայտարակ կանեն, որովհետեւ այն երկիրը, որ իր վրա թափած անձրևից շատ անգամ իր վրա թափած անձրևը խմելուց հետո արդյունք է բերում, պիտանի է նրանց, որոնց համար մշակում է, Աստծոց օրհնությունն է ստանում, իսկ եթե փուշտատածք է բերում, նա անպիտան է, անեծքի մոտ է եւ նրա վախճանը այրվելն է։ Այսինքն այստեղ խոսում է, որ մարդիկ, որոնք լուսավորվեցին, երկնային պարգևի համառան, Սուրբ Հոգուն հաղորդ եղան, Աստծո խոսքը ճաշակեցին, գալիք զորությունների համը առան, նորից միատապալվեն, սրա մեջ թավալ գան, սրանով էլ ընթանան ու հույսները չկորցնեն, որ նրանք երկինք պիտի մտնեն։ Սուրբն ասում է, անհնար է։ Դու որ այդ համը առես այս թվարկածների, ավելի վատ քո համար, դու ընդհանրապես քո դիրքից պետք է չցածրանայիր։ Այսինքն այստեղ ասում է, հնարավոր չէ, որ նրանք ապաշխարությամբ նորից նորոգվեն։ Ուրեմն այստեղ չի ասում, թե ընդհանրապես ապաշխարել է հնարավոր չէ։ Եթե դու դրա մեջ մնում հարատևում ես, այդ դեպքում այս խոսքը կդառնա քո համար կենթանի։ Ինչի ասում Պետրոս առաքյալը։ Ես էլ կկարդամ, մի քիչ երկար կկարդամ, բայց սրանից շատ բան ունենք քաղելով ու վերջացնեմ։ Տերը գիտի աստվածապաշտներին փրկել փորձությունից, բայց անիրավներին դատաստանի օրվա համար պահել։ Ով է ուզում, որ Աստված փորձություններից իրեն փրկի։ Ասում է, աստվածապաշտերին Աստված փրկելու փորձությունից։ Ով է ուզում, որ այդ օրը իր վրա գա։ Անիրավների վրա է այդ օրը գալու։ Ուրեմն անիրավություն մի արա։ Մանավանդ նրանց, որ գնում են մարմնի պիղծ ցանկությունների հետևից, արհամարում են Աստծո իշխանությունը, հանդուգն են եւ ինքնահավան, չեն վախենում երկնային փառքեր հայոյելուց, մինչդեռ հրեշտակները, որոնք զորությամբ եւ կարողությամբ ավելի մեծ են, Տիրոջ առաջ նրանց դեմ հայոյալից դատաստան չեն բերում։ Իսկ նրանք ինչպես անբան անասուններ, որոնք ի բնե ворսի եւ ապականության համար են ծնվել, հայոյում են չիմացած բաները եւ իրենց ապականության մեջ էլ կործանվելու են։ Այդ կերպ իրենց անդրավության վարտը ստանալով նրանք ցերեկվով ցանկությանը հագուրտ տալը հաճույք են համարում, կեղտոտներ եւ արատավորներ, որոնք իրենց խաբեբայությունների մեջ հաճույք են ստանում ձեզ հետ համատեղ ուտել խմելիս։ Պոռնիկությամբ լի աչքեր ունեն, մեղանչելուց չեն կշտանում, խաբում են տատանվողների հոգիները, ագահության բռնված սիրտ ունեն, անեծքի որդիներ են։ Այսինքն մարդիկ մեր միջից, ովքեր միշտ մարդկանց դեպի խավար են տանում իրենց հետ, մարդկանց մոլորեցնում են, խաբում են։ Շիտակ ճանապարհը թողած մոլորվեցին Բոսորի որդի Բաղամի ճանապարհին հետևելով, որ անիրավության վարձը սիրեց, եւ իրեն անօրինության համար հանդիմանություն ստացավ, անխոս էշը մարդկային ձայնով խոսելով արգել եղավ մարգարեի խելայեղությանը։ Սրանք անջուր աղբյուրներ են, մրրկից քշված ամպեր են, որոնց համար խավարի մթությունը պահված է հավիտյան, որովհետև
ունայն եւ ամբարտավան բաներ խոսելով, գիջությամբ, մարմնի ցանկություններով խափում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ ապրողներից։ Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք ապականության ծառայեն, որովհետև ինչպես որ մեկը հաղթվում է, նրան էլ ծառայում է։ Այսինքն մարդիկ, որոնք քեզ խոստանում են ազատություն, մինչ իրենք ապականության ծառայեն։ Շատ կհանդիպեք այսպիսի մարդկանց։ Խոսեն ճշմարտությունից, մեծությունից, ազնվությունից, մաքրությունից, փրկությունից, զորությունից, բայց կտեսնես, որ նրանց կյանքը բոլորովին այդպես չէ։ Որովհետև նրանք, ովքեր հեռացել են աշխարհիկ պղծություններից, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են, նրանց վախճանը ավելի վատ կլինի, քան նախկինում։ Որովհետև նրանց համար լավ էր, որ արդարության ճանապարհը բոլորովին ճանաչած չլինեին, քան ճանաչեցին եւ հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց իրենց։ Նրանց է վերաբերում ճշմարիտ առակը, թե շունն իր փսածին է դառնում եւ լացված խոզը նորից թավալվում է ցեխի մեջ։ Ահա, տեսակ 5 հիմար կույսերը ովքեր են։ Սրանք այս կույսերին էր վերաբերվում։ Ինչպես որ շունն է դառնում դեպի փսխածը, այդպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։ Առակաց 26:11-ն ասում է. տեսել եք մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում։ Ասում է, անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։ Ով որ շատ խելացի իրեն կարծում, մտածում է ամեն ինչ իր համար արած պատրաստ ինքը մենակ է թալու այնտեղ նստի ճաշը բրթած կտալն էսենց տնգածա մեջ է թաղուտի, նրանց համար ասում է հիմարից ավելի շատ հույս կա, քան թե քո նման մարդուց, որտեղ այստեղ շատ բաներ ունես անելու եւ կարդացինք էլ որ արդարը հազիվ է փրկվելու։ Եթե դու լողալ չգիտես, ընկել ես ջուրը, խեղդվում ես, Տերը գցվեց ջրի մեջ, եկավ քեզ հանեց։ Հանեց, որ դու երբ պետք է նորից գցվես ջուրը, մանավանդ դու լողալ չգիտես։ Լավ, ավելի վատ տեղս ընկել ես աղբանոց։ Դրա մեջ ես սակում ելնում ես, արդեն պետք է բաղբաղկես, խեղդվես։ Տերը գցվեց այդ աղբակույտի մեջից քեզ հանելու։ Ինքը կեղտեց, որ կարողանար քեզ դրա մեջից հանել, որ դու երբ պետք է նորից մտես աղբի մեջ, ասես Քրիստոսը ինձ ներում է, Քրիստոսի արյունից մաքրում է, ամեն անգամ դու կանչելով Քրիստոսի անունը չարաշահես այն եւ ապրես ապականության մեջ, ոչ։ Դու չունեիր, նա տվեց, չգիտեիր, սովորեցրեց, թույլ էիր, զորացրեց, քեզ տվեց սիրո, զորության եւ զգաստության հոգին։ Սակայն դու հետաքրքրված ես մենակ զորությամբ եւ սիրո, զորության եւ զգաստության հոգին։ Եվ սիրո բանով հետաքրքրված չես, մենակ զորությամբ։ Մարդիկ մենակ զորությունն է հետաքրքրում իրանց, բայց սիրո եւ զգաստության մասին չեն հիշում, չեն էլ մտածում, որ այսպիսի բաներ կար գրված ախր ավետարանում։ Դրա համար որտեղ տեսեք մենակ զորությունից են խոսում, զորություն են կարծես թե գործում, կարծես հիվանդ են բժշկում, պարկում են, ելնում են, ծիծաղում են իրանցից դուրս գժի նման անունը դնում են սուրբ ծիծաղ։ Եթե այսպիսի բաներ կան, Տերն ասում է, դու մոռացել ես սիրո մասին, բա սերը։ Կգան օրեր, երբ որ կասես Տեր քո անունով դևեր անեցի, հիվանդեր բժշկեցի, երախմերեցի կոնֆերանսներում, լավ էլ կոնֆերանսներին, ցավոք այստեղ պատասխանը լինելու է նույնը, ես ձեզ չեմ ճանաչում։ Եվ Քրիստոսի հարս եկեղեցին երկնքից պիտի իշնի գրված է, զարդարված, կարդամ։ Ուրախանանք եւ ցնծանք, փառք տանք նրան, որովհետեւ գառնուկի կամ գառան հարսանիք հասավ, եւ նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Արդարության հանդերձները ով բերեց Հիսուսը։ Իր արյան փրկագնեց քեզ, արդարության հանդերձները բերեց քեզ, որպեսզի դու հագնես այն, այստեղ բայց գրված է, եւ նրա կինը պատրաստեց ինքը իրեն։ Ռուսերեն գրած է, եւ ու невеста уже приготовила себя, միտքը նույնն է։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ մաքուր ու լուսափայլ բեզ, որովհետեւ բեզը սուրբերի արդարությունն է։ Այն հանդերձները, որ տրված է մեզ, որ մենք դրանով երևանք, որ մեր արդարության հանդերձներն են եւ արդար կյանք ապրած հանդերձներն են։ Մի օր Տերը գալու է, որպեսզի մեզ տեսնի դրա մեջ մաքուր վիճակում։ Այստեղ գրված է, որ եւ հարսը ինքն իրեն պատրաստեց։ Որ նա կա տեսնի անթերի վիճակում։ Պատկերացեք, դու հարս ես, հարսնիքի հանդերձները քեզ բերել են, պետք է հագնես։ Հակի մատ դու նպրիմեր կայես արել, տեսել ես լավ էլ դրա մեջ լավ ես երևում, մեկ էլ այնտեղ սուխարած վարում էր վազար գնացիր, որ խառնես ճճտած թրավ շորերիդ վրա, չգիտեմ ինչ էիր անում, ցեթե շուր եկավ փեշերիդ վրա,
Տեսար որ շատ էս բանանում, այլ հոգ չես անում, էլի որ ախր կեղտոտես իր այդ հանդերձները, այդ հանդերձները մաքուր էր քո հարսանեկի օրվա։ Մի ասեմ եղբայրներ, եթե դուք այդ հայք հարսանեկի օրը ձեր նշանածին բերուր տեսնեիք այդ վիճակում, փնթի, փլե, կեղտոտ, իսկի բանել չի ազդում իր վրա, չի էլ ուրախացել որ իր հարսանեկի օրն է, պրոստը ուսմած երթուն գա։ Ես կարծում եմ երևի փոշմանեք, ասեք ավելի լավ հետ դառնանք։ Մենք մի անգամ մեծ Մոսկվիչ ունեի։ Եղբայրներից մեկն ասեց, արի այդ հանք աղջիկ ուզելու այդ Սարի գյուղերից քո ավտոյով։ Ոս իմ ավտոյով լայականող կա, ոչ չեմ կա գնացինք։ Նստան գնացինք այդ Սարի գյուղը։ Այդ մի հատ աղջիկ է, մի քանի աղջիկ կար այդ տան մեջ չամուսնացած գույս աղջիկներ էին։ Մտանք ներս, հենց մտանք կեղտոտ, հատակը կեղտոտ, սեղանը կերերը չեն ավակե, գնջո-մնջո, մազերը եսի մինչ, այսինք մտանք մի հատ այնպես թափթվածության մեջ, ու տունը լիքը աղջիկ, մենակ այդ աղջիկները չի, հարցներ էլ կային, տան մեծեր կանայք կային, այդ մեր աղբերն ասեց, հետ դարձ, գնացինք ստերից, հետ դարձ տուն, ինչի, ասես որ ես տունն է, ես կան աղջիկա տան մեջ մի հատ տուն չեն կարում մաքրեն, ամեն ինչ տեղը տեղին անեն, այս տեղից տարած հարսը մեր տունը ինչ պետք է դարձնի, պարզան։ Այսպեսին պետք է լինի Քրիստոսի հարսը, եւ եկավ 7 հրեշտակներից մեկը, որոնք վերջին 7 պատուհաստերով լի 7 գավաթներ ունեին, կամ սկավառակներ ունեին, նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Արի քեզ պիտի ցույց տամ հարսին, գառան կնոջը»։ Եվ ինձ հոգով տարավ ու մեծ ու բարձր լեռ, ցույց տվեց ինձ Սուրբ քաղաքը Երուսաղեմը, որն իջնում էր երկնքից Աստծո մոտից։ Նա Աստծո փառքն ուներ եւ նրա լուսավորությունը թանկարժեք քարի էր նման, ինչպես բյուրեղյա հասպիսը։ Հայտնություն 21:9-ից 11։ Մեծ նորից կարդամ ես սիրուն տեղը։ Ասաց արի հիմա ցույց տամ հարսին։ Ցույց տամ այն հարսին, որը հենց երկնային Երուսաղեմն է, որով մենք մեզնով է կազմվում երկնային Երուսաղեմը Քրիստոսի հարսով։ Ինչպիսին էր, որ իջնում էր Աստծոց, չէ, երկնքից։ Նա Աստծո փառքն ուներ, Ռոմեն աղբեր, այս փառքի մասին է խոսքը։ Եկեղեցին ուներ Աստծո փառքը, նրա լուսավորությունը, որը նման էր թանկարժեք քարի, ինչպես բյուրեղյա հասպիս։ Ահա ինչպիսին է լինում Քրիստոսի հարսը։ Ահա լույսի արժեքը։ Եվ մեզ Տերը կանչեց իր հարսը լինելու, իսկ մինչ այդ հարսը լինելը, հիշում եք մենք այս թեման, որ սկսեցինք, արծիվների մասին սկսեցինք, որը գրված էր Եսայիա մարգարեության 40-րդ գլուխ 30-31 խոսքում։ Երիտասարդներն անգամ պիտի հոգնեն ու թուլանան, եւ ընտիր կտրիչները բոլորովին պիտի ընկնեն, բայց Տիրոջ ապավանողների ուժը պիտի նորոգվի։ Նրանք արծիվների պես վեր պիտի ելեն, պիտի վազեն ու չթուլանան, պիտի քայլեն ու չհոգնեն։ Պիտի վազեն ու չթուլանան, պիտի քայլեն ու չհոգնեն։ Չեմ կարծում, որ սա վերաբերվի անպայման մարմնավոր տեսակետից, որովհետև ով էլ ուզում եք եղեք, երբ որ մեծանում եք, ծերանում եք, լսողությունը նստում է, տեսողությունը նստում է, ակնոցի համարները բարձրանում է, չէ՞, մեջքդ կրկվում է, իլաջից հնգնում է, բայց կարող է հոգով դու քեզ գա շատ երիտասարդ ու Աստծո գործի համար միշտ պատրաստ։ Այդ ժամանակ էլ տունը նստած աղոթող հաղթող ես դու։ Հիմա այդ ժամանակ չի բացառում, մի հատ տեղնակետուց կա քեզ ասի, «Էս ինչ որ ես հասե, էսի այդ մի եղբայր ունենք, որ մեկ անգարս հիվանդանար կամ մի բաներ ասում էր, մեղքի հետևանք ա, մեղքես գործի, ասի ինչ մեղքես գործի։ Այ բալամ, նստել եմ սկվասնակի տակ մրսել եմ։ Ինչ պարտադիր է մեղքել, չէ, մեղքես գործի։ Մի օր ինքն էր հիվանդ, ասի, ես հիվանդ ես, ախպեր մրսել եմ, մնացել եմ, չասեցի, բայց էդի մեղքի հետ կապված չի։ Պարդան։ Մեր եղբայրներից մեկը, ով եղել է սովետական միության հոգեգարստական եկեղեցու ավագ հովիվը, Վիկտոր Բելիխը։ Ես իրան տեսել եմ անձամբ Մոսկվայում շատ մեծ պատիվ էր ծանոթանալ այդպիսի Աստծո մարդու հետ, ով իր կյանքի տարիները 25 տարի եղել է բանտում, 25 տարի Քրիստոսի համար բանտարկված,
ու միանգամից 25 տարի չի նստի, հելելան նստեցրել, այսպես ես քանի սրոկա նստե ու ինքը կարողանում էր բանտից ղեկավարել եկեղեցին։ Բանտից։ Ու այդ եկեղեցին, հոգեգալստական եկեղեցին մեծ զոր եկեղեցի է, ես ասեմ ձեզ։ Երևի ամենամեծ եկեղեցին որ կա, այդ եկեղեցին է։ Շատ լուրջ Աստծո խոսքի վրա, Աստծո վարդապետության վրա իր հայացքներով։ Այնպես որ ոչ միայն ծաղր ու ծանակի չենթարկեք այդ եկեղեցուն։ Մենք այդ եկեղեցու զավակներն ենք ու այդ եկեղեցու անդամներն ենք։ Բարսա։ Որ ելել էր Բերդից, ինձ պատմեցին այդ մասին, ասում եմ մի հատ տեղնակտուց նոր երիտասարդ ավետարան էին քարոզում այս կոմենքում, Բելիխի հետ խոսելուց ասեց, «Ատ որ այնտեղ բանտում նարերի վրա պարկած էիր, մենք ստե ավետարան էինք քարոզում»։ Իբրյանի քարոզը ինչ է եղել որ։ Այդ բանի վրա հիշեցի մի հատ բանաստեղծություն։ Ուզում եմ կարդալ այդ ու սրանով վերջացնեմ։ Արտիվն ու ճանճը։ Ծերության ցավից արտիվը բարի, ծանր տնքում էր հենված մի քարի։ Գլխավերևում մի ճանճ տրստզան, քմտիզախ տվեց ու դիմեց նրան։ Հեյ գիտի արտիվ, ինչ օրի հասար, փառքդ եղել է հողին հավասար։ Ես հիմա քեզնից բարձր եմ թռչում, իսկ դու հազիվ հաս քարից ես կարճում։ Գլուխն արտիվը վեր բարձրացրեց ու ճանճին այսպես պատասխան տվեց. Իսկական փառքը բարձրության մեջ չէ, վերլն ես թե վար անունի մեջ է, թեև ինձանից շատ ես բարձրացել, անունը դարձյալ ճանճ է մնացել։ Նույն ճանճն ես թշվառ ու ողորմելի, իսկ ես ներքևում արտիվ եմ էլի։ Բարսա, հիմա շատերը կան, պարկած տեղել են արտիվ, մեռնելուց առաջել են արտիվ։ Այնպես որ չլնեք են տտզան ճանճերի պես ու բենակ սրա նրան անուն տնելու համար լինեք։ Լատու անցեք են ճանապարհը։ Լատու խմեք այդ գավաթից, որտերն ասած, հլա մկրտվեք այդ մկրտությամբ, հլա մտեք այդ կրակի հենոսը, դուրս եկեք կրակի մկրտությամբ։ Հետո էլ այդպես բան ոչ մեկի դուք չեք ասի։ Չեք ասի, «Էս ինչ օրի ես ասել»։ Օրա էլի։ Արզա։ Տերը օրհնի ձեզ։